Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Էմա Շաբոյանն եմ, բարև ձեզ։ Գլենդելի քաղաքային խորհուրդը քննարկում է քաղաքային կառավարման համակարգում խոշոր փոփոխություններ, որոնք կարող են հասնել մինչև նոյեմբերյան քվեաթերթիկ եւ վերջնական որոշումը փոխանցել քաղաքի բնակիչներին։ Առաջարկվող փոփոխություններից ամենավիճահարույցը վերաբերում է քաղաքային վարչությունների ղեկավարներին։ Այսօր նրանց մի մասը պաշտպանված է Civil Service համակարգով, սակայն քաղաքային ղեկավարությունը ցանկանում է փոխել այդ կարգավիճակը եւ վարչությունների ղեկավարներին դարձնել այսպես կոչված ըթվիլ աշխատակիցներ։ Պարզ ասած, քաղաքային կառավարիչը կարող է ավելի հեշտ ազատել վարչության ղեկավարին առանց երկարատև վարչական գործընթացի։ Առաջարկի կողմնակիցները պնդում են, որ քաղաքային կառավարիչը չի կարող պատասխանատվություն կրել ամբողջ համակարգի աշխատանքի համար, եթե չունի իր ենթակաների նկատմամբ բավարար լիազորություն։ Սակայն քննարկման ընթացքում հնչեց նաև հակառակ մտահոգությունը։ Նման փոփոխությունը կարող է թույլատնել պաշտոնյաների անկախությունը եւ նրանց ավելի խոցելի դարձնել քաղաքական ճնշումների նկատմամբ։ Հատկապես թեժ քննարկում ծավալվեց ոստիկանապետի եւ ՀՇՍ ծառայության ղեկավարի շուրջ։ Խորհրդի որոշ անդամներ կարծում էին, որ հանրային անվտանգության պատասխանատուները պետք է շարունակեն օգտվել Civil Service պաշտպանությունից։ Մյուսները նշում էին, որ բացառություն չպետք է լինի, քանի որ վերջնական վերահսկողությունը միևնույն է մնում է քաղաքային խորհրդի ձեռքում։ Քաղաքային խորհուրդը քննարկեց նաև քաղաքային քարտուղարի եւ գանձապետի պաշտոնները։ Առաջարկվում է սահմանել նրանց պաշտոնավարման առավելագույն ժամկետ եւ պաշտպանել գործող պաշտոնյաների աշխատավարձը ընտրություններից առաջ կամ պաշտոնավարման ընթացքում հնարավոր նվազեցումից։ Սա նշանակում է, որ ապագայում Գլենդելի քաղաքային քարտուղարը եւ գանձապետը կարող են պաշտոնավարել առավելագույնի 3 ժամկետով, նույն տրամաբանությամբ, որով արդեն սահմանափակված են քաղաքային խորհրդի անդամների ժամկետները։ Քննարկման ավարտին խորհուրդը նախնական համաձայնության եկավ նոյեմբերյան քվեարկության համար 3 առանձին հարց ձևակերպելու շուրջ։ Վերջնական լեզուն եւ ընտրության արժեքը պետք է կրկին ներկայացվեն խորհրդին։ Ըստ քննարկման, երկու հիմնական նախաձեռնությունների քվեարկությունը կարող է քաղաքին արժենալ շուրջ $565,000։ Երրորդ հարցի ավելացումը կարող է պահանջել եւս մոտ $10,000։ Սակայն սա նիստի միակ աղմկոտ թեման չէր։ Գլենդելի բնակիչներից մեկը քաղաքային խորհրդի առջև բողոքեց ոստիկանության ուղղաթիռի հաճախակի թռիչքների դեմ։ Նրա խոսքով ուղղաթիռը երբեմն քաղաքի վրայով թռչում է վաղ առավոտից մինչև կեսգիշեր, խանգարելով երեխաների քունը, ընտանիքների հանգիստը եւ հատկապես զգայուն բնակիչներին ու վետերաններին։ Բնակիչը պնդեց, որ ուսումնասիրել է թռիչքների տվյալները եւ հաճախ չի գտել այնպիսի հանցագործություն կամ արտակարգ դեպք, որը կարդարացներ ուղղաթիռի օգտագործումը։ Նա նաև բարձրացրեց ծախսերի հարցը հայտարարելով, որ ուղղաթիռի տարեկան սպասարկումը քաղաքին արժենում է մոտ $1 միլիոն, իսկ վառելիքը եւս մոտ 250,000։ Նրա խոսքով նույն ժամանակ քաղաքի գրադարանները բախվում են բյուջետային կրճատումների։ Քաղաքային խորհրդի անդամները պատասխանեցին, որ քաղաքի երկնքում երևացող բոլոր ուղղաթիռները չէ, որ պատկանում է Գլենդելի ոստիկանությանը։ Դրանք կարող են լինել նաև լրատվական երթևեկությանը հետևող կամ այլ քաղաքների ուղղաթիռներ։ Խորհուրդը խոստացավ համեմատել բնակչի հավաքած տվյալները ոստիկանության պաշտոնական թռիչքային տեղեկությունների հետ։ Նիստի ընթացքում խորհրդի անդամները որոշեցին դիմել Կալիֆոռնիայի համապատասխան մարմիններին հակահրդեհային նոր կանոնների պատճառով հասուն ծառերի զանգվածային հատումը կամ խիստ էտումը կանխելու նպատակով։ Այսպիսով Գլենդելի քաղաքային խորհուրդը միևնույն նիստում քննարկեց 3 սկզբունքային հարց. ով եւ ինչպես պետք է ղեկավարի քաղաքը, որքանով կարող է անվտանգությունը խախտել մարդկանց առօրյա հանգիստը եւ ինչ գին է քաղաքը պատրաստ վճարել նոր կանոնների համար։ Վերջնական որոշումը դեռ առջևում է, սակայն արդեն պարզ է, որ նոյեմբերին Գլենդելի բնակիչները կարող են քվեարկել ոչ միայն առանձին պաշտոնների կամ անձանց, այլև հենց քաղաքային իշխանության կառուցվածքը փոխելու համար։ Նահանգների մեծ մասը կարող է առաջիկա տարիներին ստիպված լինել սեփական բյուջեից ֆինանսավորել SNAP սննդի աջակցության ծրագիրը, եթե չկրճատի նպաստների հաշվարկման սխալների մակարդակը։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնած One Big Beautiful Bill օրենքով սահմանվել է, որ 2028 ֆինանսական տարվանից այն նահանգները, որոնց սխալի մակարդակը գերազանցում է 6%, այլևս չեն ստանա SNAP ծրագրի ամբողջական դաշնային ֆինանսավորումը։ Փոխարենը նրանք ստիպված կլինեն իրենց միջոցներով հոգալ նպաստների արժեքից 5-ից 15%, կախված սխալների չափից։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ քաղաքացիներին վճարվել է ավելին կամ պակաս գումար, քան նրանք իրականում պետք է ստանային։ 2025 թվականի ֆինանսական տարվա տվյալներով միայն 9 նահանգ է կարողացել պահպանել սխալի մակարդակը 6%-ից ցածր, մինչդեռ ազգային միջին ցուցանիշը կազմում է մոտ 11%։ Օրենքը քաղաքացիներից անմիջապես չի կրճատում նպաստները, սակայն լրացուցիչ ֆինանսական բեռը դնում է նահանգների վրա։
Կոնգրեսի բյուջետային գրասենյակի գնահատմամբ դրա հետևանքով որոշ նահանգներ կարող են կրճատել կամ ամբողջությամբ դադարեցնել ՍՆԱՊ-ի աջակցությունը մոտ 300,000 մարդու համար։ Բացի այդ, երեխաների սննդային աջակցության ծրագրերը կարող են կրճատվել շուրջ 96,000 երեխայի համար։ Ամենաբարձր սխալի մակարդակ ունեցող Ալյասկան, Դելավերը, Ջորջիան, Իլինոյսը, Նյու Մեքսիկոն, Օրեգոնը եւ Կոլումբիայի շրջանը լրացուցիչ ժամանակ կստանան իրավիճակը բարելավելու համար։ Նախնական տվյալներով այս տարվա մարտին ՍՆԱՊ ծրագրից օգտվել է ավելի քան 37 միլիոն մարդ, ինչը մոտ 5 միլիոնով պակաս է, քան 1 տարի առաջ։ Վերջին ամիսներին ծրագրի վրա ազդեցություն են ունեցել նաև աշխատանքի պարտադիր պահանջների ընդլայնումն ու ներգաղթային կարգավիճակի նկատմամբ խստացված կանոնները։ Ներկայացուցիչների պալատը 216 կողմ և 212 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է 2027 ֆինանսական տարվա ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքի իր տարբերակը, որով նախատեսվում է շուրջ 1 տրիլիոն 150 միլիարդ դոլարի ռազմական ծախսերի թույլտվություն։ Քվեարկությունն անցել է գրեթե ամբողջությամբ կուսակցական գծով։ Հանրապետականները հայտարարել են, որ օրինագիծը անհրաժեշտ է զինված ուժերի մարտունակությունն ամրապնդելու, սպառազինությունը և ռազմական տեխնոլոգիաները արդիականացնելու, զինծառայողների աշխատավարձները բարձրացնելու, նրանց բնակարանային պայմանները բարելավելու, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության և այլ ռազմավարական ծրագրերը ֆինանսավորելու համար։ Դեմոկրատները, սակայն, դեմ են քվեարկել, պնդելով, որ ռազմական բյուջեի կտրուկ աճը չի կարող զուգորդվել մի շարք սոցիալական ծրագրերի կրճատմանը։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել Իրանի շուրջ շարունակվող ռազմական գործողությունների ֆինանսավորման, Իսրայելին տրամադրվող ռազմական աջակցության և պաշտպանության ծախսերի առաջնահերթությունների վերաբերյալ։ Օրինագիծը ներառում է նաև մի շարք վիճահարույց դրույթներ, այդ թվում նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող Safe American Act ընտրական նախաձեռնության կցումը, ինչպես նաև մի շարք մշակութային և սոցիալական հարցերի վերաբերյալ փոփոխություններ։ Հենց այս դրույթներն են ավելի խորացրել հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնությունները։ Չնայած այն հանգամանքին, որ ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքը սովորաբար ամեն տարի ընդունվող երկկուսակցական փաստաթուղթ է, այս տարվա տարբերակը բախվում է լուրջ քաղաքական դիմադրության։ Սենատում դեմոկրատներն արդեն արգելափակել են իրենց պալատի տարբերակի առաջխաղացումը և այժմ օրինագիծը պետք է քննարկվի վերին պալատում։ Դրանից հետո ներկայացուցիչների պալատն ու սենատը պետք է համաձայնեցնեն մեկ միասնական տարբերակ, որը վերջնական հաստատման համար կներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանը։ Ներկայացուցիչների պալատը նաև 214 կողմ և 208 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է պատերազմական լիազորությունների մասին բանաձև, որով նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողություններն Իրանի դեմ, եթե դրանք հատուկ չեն հաստատվել կոնգրեսի կողմից։ Բանաձևը նախաձեռնել է դեմոկրատ կոնգրեսական Պրամիլա Ջայապալը։ Այն պահանջում է, որ նախագահը դադարեցնի ԱՄՆ զինված ուժերի մասնակցությունը Իրանի դեմ ռազմական գործողություններին, բացառությամբ այն դեպքերի, երբ կոնգրեսը պաշտոնապես հայտարարում է պատերազմ կամ ընդունում է ռազմական ուժ կիրառելու հատուկ թույլատվություն։ Քվեարկության ընթացքում 4 հանրապետական կոնգրեսականներ միացել են դեմոկրատներին, աջակցելով բանաձևին։ Սա արդեն երկրորդ անգամն է վերջին ամիսներին, երբ ներկայացուցիչների պալատը հավանություն է տալիս Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող նման նախաձեռնությունը։ Սակայն բանաձևը դեռ չի նշանակում, որ ԱՄՆ ռազմական գործողությունները կդադարեցվեն։ Նույն օրը Սենատում նմանատիպ նախաձեռնությունը բավարար աջակցություն չի ստացել։ Նույնիսկ երկու պալատների հավանության դեպքում նման համատեղ բանաձևի իրավական ազդեցության շուրջ շարունակում են սահմանադրական քննարկումները։ Թեման կշարունակենք թողարկման երկրորդ հատվածում, սակայն մինչ այդ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը Vivaldi Catering-ին։ Միշտ կարևոր արժեք է եղել հյուրընկալությունը, իսկ այսօր այն կարող է նաև լինել առանց ժամը շարունակ խոհանոցում անցկացնելու։ Vivaldi Catering-ը կհոգա լավագույն հյուրասիրության մասը, իսկ դուք պարզապես ժամանակ կանցկացնեք ձեր ընտանիքի, հարազատների և հյուրերի հետ։ Եթե պատվեր կատարելիս նշեք, որ Vivaldi Catering-ի մասին տեղեկացել եք Արմեդիայից, ձեզ սպասվում է հաճելի անակնկալ։ Պատվերները կարող եք կատարել առցանց կամ զանգահարել 707 771 77 71 հեռախոսահամարով։ 12 appetizers, 5 hot dishes, 5 sides, $300 for 10 to 12 people. Make every moment a Vivaldi moment.
Նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունենալով Ջորջիա նահանգի Մարիետա քաղաքում գտնվող Wheeler High School-ում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կախված չէ Հորմուզի նեղուցից, սակայն նրա խոսքով Վաշինգտոնը շարունակում է ռազմական գործողությունները տարածաշրջանում, քանի որ չի կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի։ Նա նաև նշել է, թե վերջին 4 ամիսների ընթացքում Իրանում սպանվել է ավելի քան 52,000 ցուցարար եւ քննադատել է ամերիկյան լրատվամիջոցներին, պնդելով, որ դրանք բավարար ուշադրություն չեն դարձնում այդ իրադարձություններին։ Այն, որ Միացյալ Նահանգները կախված չէ նեղուցից, պատճառաբանվել է Վենեսուելայի հետ համագործակցության ընդլայնմամբ։ Թրամփի խոսքով Վենեսուելայի նավթարդյունաբերությունը զգալի առաջընթաց է գրանցում, քանի որ խոշոր միջազգային էներգետիկ ընկերությունները վերադառնում եւ նոր ներդրումներ են կատարում։ Նա նշել է, որ այդ գործընթացի վրա աշխատում են ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, ներքին գործերի նախարար Դագ Բերգամը եւ վարչակազմի այլ պաշտոնյաներ։ Նախագահը նաև հայտարարել է, որ եթե համատեղ հաշվարկվեն ԱՄՆ-ի եւ Վենեսուելայի նավթային պաշարներն ու արտադրական ներուժը, ապա դրանք կազմում են համաշխարհային նավթային շուկայի շուրջ 62%-ը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ելույթ ունենալով Ասիան համաժողովում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բաց է Իրանի հետ հաղորդակցության եւ բանակցությունների համար, սակայն միայն այն դեպքում, եթե Թեհրանը կատարի իր ստանձնած պարտավորությունները։ Ռուբիոյի խոսքով Վաշինգտոնն արդեն փորձել է համաձայնությունների հասնել Իրանի հետ, սակայն դրանք չեն պահպանվել։ Նա նշել է, որ եթե Իրանը լրջորեն մոտենա բանակցություններին, Միացյալ Նահանգները նույնպես պատրաստ կլինի կառուցողական երկխոսության։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ն կձեռնարկի անհրաժեշտ քայլեր պաշտպանելու իր եւ իր դաշնակիցների շահերը։ Պետքարտուղարը նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին, ընդգծելով, որ Իրանը միջազգային իրավունքի որևէ գործող մեխանիզմով իրավունք չունի վերահսկելու այդ ջրային ուղիով նավերի երթևեկությունը, սպառնալով անվտանգությանը եւ վճար սահմանելով նավերի վրա։ Ռուբիոյի խոսքով Հորմուզի նեղուցը միջազգային ջրային ուղի է, եւ եթե որևէ պետության թույլ տրվի այն վերահսկել կամ սահմանափակել ազատ նավարկությունը, դա վտանգավոր նախադեպ կստեղծի աշխարհի այլ տարածաշրջանների համար։ Նա նշել է, որ վտանգված է ոչ միայն Մերձավոր Արևելքի անվտանգությունը, այլև համաշխարհային տնտեսությունը, քանի որ Հորմուզի նեղուցով անցնում է աշխարհի էներգակիրների մատակարարումների զգալի մասը։ Նավթի համաշխարհային գները կրկին աճել են։ Brent տեսակի նավթի 1 բարելի արժեքը գերազանցել է $100։ Սա վերջին 6 շաբաթվա ամենաբարձր ցուցանիշն է։ Գների աճի հիմնական պատճառը Մերձավոր Արևելքում լարվածության նոր սրացումն է։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ անընդմեջ 12-րդ գիշերը հարվածներ են հասցնում Իրանի թիրախներին, իսկ Քուվեյթի բանակը հայտնել է իրանական անօդաչու թռչող սարքերի վնասազերծման մասին։ Միաժամանակ կրկին սրվել է իրավիճակը Հորմուզի նեղուցի շուրջ, իսկ Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները հայտարարել են, որ պատրաստվում են թիրախավորել Սաուդյան Արաբիայի նավթ տեղափոխող նավերը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում եւ հայտարարել Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակման մասին։ Շուկան այժմ անհանգստացած է միանգամից երկու ռազմավարական ծովային ուղիների անվտանգությամբ՝ Հորմուզի եւ Բաբ էլ-Մանդեբի նեղուցներով, որոնք կարևոր նշանակություն ունեն համաշխարհային նավթի մատակարարումների համար։ Լարվածության ֆոնին Սաուդյան Արաբիայի նավթով բեռնված մի քանի տանկեր, որոնք շարժվում էին դեպի Չինաստան եւ Հնդկաստան, Կարմիր ծովում փոխել են երթուղին, ուղղվելով դեպի Սուեզի ջրանց։ Ասիական նավթավերամշակող ընկերությունները փորձում են Սաուդյան Արաբիայի Յամբու նավահանգստից նավթը տեղափոխել ավելի անվտանգ երթուղիներով, Սուեզի ջրանցքով եւ Աֆրիկայի շուրջ։ Իսկ վերջում եղանակի մասին։ Հարավային Կալիֆոռնիայում շարունակվող երկարատև շոկի ամենաբարձր կետը սպասվում է հինգշաբթի։ Օդերևութաբանների կանխատեսմամբ տարածաշրջանի մեծ մասում կպահպանվեն վտանգավոր բարձր ջերմաստիճանները, տաք գիշերներն ու շոկի վերաբերյալ զգուշացումները, իսկ որոշակի մեղմացում հնարավոր կլինի միայն հանգստյան օրերին։ Հարավային Կալիֆոռնիայի ներքին շրջաններում ջերմաստիճանը կգրանցի եռանիշ ցուցանիշներ, իսկ ծովափնյա համայնքներում եղանակը սովորականից զգալիորեն ավելի տաք կլինի։ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով հինգշաբթիից կիրակի ընկած ժամանակահատվածը կլինի առաջիկա շաբաթվա ամենաշոգ հատվածը։ Առողջության համար վտանգը պայմանավորված է ոչ միայն ցերեկային բարձր ջերմաստիճանով, այլև անսովոր տաք գիշերներով։ Գիշերային ժամերին բավարար զովության բացակայությունը թույլ չի տալիս օրգանիզմին վերականգնվել շոկ օրվանից հետո եւ մեծացնում է ջերմային հյուծման ու այլ հիվանդությունների վտանգը։ Հինգշաբթի երեկոյից սպասվում է ծովից եկող քամու ուժեղացում, որը հանգստյան օրերին աստիճանաբար ավելի զով օդ կբերի տարածաշրջան։
Շաբաթ եւ կիրակի ջերմաստիճանը դեռ կմնա նորմայից բարձր, սակայն արդեն նկատելիորեն ցածր կլինի շոգի գագաթնակետային ցուցանիշներից։ Ավելի զգալի զովացում է կանխատեսվում հաջորդ շաբաթվա սկզբին։ Պաշտոնյաները բնակիչներին հորդորում են շատ ջուր խմել, ծանր ֆիզիկական աշխատանքը եւ մարզումները տեղափոխել առավոտյան կամ ուշ երեկոյան ժամեր, հնարավորության դեպքում մնալ օդորակող տարածքներում եւ երբեք երեխաներին կամ կենդանիներին չթողնել կայանված ավտոմեքենաների ներսում։ Այժմի համար այսքանը, երեկոյան թողարկումը ժամը 8-ին է։ Ես Էմմա Շաբոյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Կհանդիպենք։